Կարող ենք մուտքը չփակենք, ուրիշ գերատեսչությունների, մի րոպե ստոպ, գերատեսչությունների աշխատանքը ինչպեսին օրինակ ՊՊՑ չխանգարենք։ Երբ որ իրանք ձեզ ինչ-որ տեղ ասում են, ստեղ մի բան արեք, դուք բողոքում եք։ Դե հիմա բոլորով խնդրում եմ հետ գնացեք։ Բոլորով հետ գնացեք։ Մուտքին բանը մի պակաս բան արեք, փակեք։ Լավ, մի քիչ գոնես կողմ։ Որտեղ ասեք, բայց մնացածին խնդրեմ չստեղծեք։ Բասմանյան, Ադրբեջանի երեխեք պատրաստ եք, հա? Ադրբեջանի ղեկավարը խոսել է Հայաստանի շրջաններից, ասել է, որ ադրբեջանական ծագումն են, պատմություն է ցույց տալիս, քարտեզի վրա չկա Սևան, կա Գոյչա, վարչապետ Փաշինյանը իր թիմակիցները պնդում են, որ օգոստոսի 8-ից արդեն խաղաղությունը իրողություն է, հաստատվել է, այս խաղաղության փուլում այդպիսի հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարի կողմից արդյոք տարածքային նկրտումներ չեն Հայաստանի նկատմամբ։ Դուք ինչպես եք մեկնաբանում նրա այդ բացատրությունները։ Նախ ես դա վաղուց եմ մեկնաբանել, ես ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Որովհետեւ բան ավելացնելու դրան չունեմ, համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Ես մեկնաբանեցի, չէ։ Ես կրկնում եմ, ես տես բան չեմ տեսել դրա մեջ, ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք, որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը հո ես հիմա այդտեղ չհնարեցի, իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Դա նորմալ է, այսքան Սևանը Ինչ։ Սևան չի։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել, թույլ կտակ վերջացնեմ։ Նկատել եք, որ հարցազրույց եմ տալիս։ Թույլ կտակ վերջացնեմ։ Ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում։ Գայանե ջան, բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասեք։ Ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում, բայց ընդհատում եք ինձ։ Խոսքը գնում է նրա մասին, այո, որ եթե խաղաղություն լինի, բա խաղաղությունը ինչ է նշանակում, որ ուղղակի իրարվար չեն։ Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալի։ Խնդրեմ, ուզում եք պարոն Պապիկյանին համեցեք։